Բարի լույս հարգելի հեռուստադիտող, Նուր հեռուստաընկերությամբ մենք մեկնարկում ենք բարի առավոտը, ունենք շատ հիանալի տրամադրություն, չնայած դրսում ցուրտ է, բայց դա բնական է, որովհետև քիչ մնաց նաև նոր տարվան, բայց տաղավարում հիանալի եւ ջերմ տրամադրություն է։ Առավոտը սկսելու ենք բժշկական թեմաներից, տաղավարում է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բարեգործական հիմնադրամի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը։ Ողջունում եմ ձեզ, պարոն Նազարեթյան։ Բարև ձեզ։ Ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Ինչպես եք սկսել առավոտը եւ ինչպես եք հասել մեր Այս առավոտ ձեզանից եմ սկսել, երկու բառ ասեմ Նուր ընկերության մասին, անպայման պետք է ասեմ, որովհետև այդ երևի միակ հեռուստաընկերությունն է, որը լրիվ 4 ակտով կարող է լետուրբադուրը տուրանդոտը բանանի հերարցակի ու ես նստած լսում էի, հիանում էի ամբողջ օպերան, լասկալայի կատարմամբ, դա մի հատ հիանալի բան էր։ Հետո զանգ տվեցի, շնորհակալություն խնդրեցի։ Այդ օրներ։ Իսկ ընդհանրապես, եթե սկսենք, ես ընդհանրապես լողավազանից եմ սկսում։ Չէ, ես դեմ չեմ անվանում, բրենդ չեմ բրենդավորում, ոնց որ նոր ասվեց։ Ես ամբողջ կյանքս եմ զբաղվում լողով եւ սիրում եմ ջուրը, լողը, լողավազանը։ Եթե չեմ կարողանում այդ օրերը գնամ, իհարկե լինում է, բայց ընդհանրապես աշխատում եմ գոնե դրանով։ Մարդիկ կան տարբեր ուրիշ բաներով են սկսում, ես դրանով եմ սկսում։ Ընտիր, իսկ սուրճ թե դրանից հետո պարտադիր պայման է օրվա մեկնարկի։ Չէ, դա արդեն ես որ լողավազան գնացել սուրճ թե երկրորդական, երրորդական։ Շատ լավ, շատ կարևոր թեմայից ենք խոսելու, շատ լուրջ թեմայից եւ սա հետաքրքրում է շատերին, որովհետեւ Հայաստանում տեղի ունեցող երևույթ է Յոլիան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնը եւ դոնորների հայկական ռեեստրի բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում մեր երկրում ոսկրածուծի փոխպատվաստման դեպքեր շատ եղել են եւ կատարվում են։ Մի փոքր խոսենք համագործակցությունից, որ թվականից է սկսվել եւ ինչ է կատարվում այս համագործակցության ընթացքում։ Ասեմ, ինչ վերաբերում է փոխպատվաստումներին, շարունակվում է, դա շարունակական գործընթաց է, գնալով աճում է թիվը եւ դա շատ լավ նշան է։ Ինչ վերաբերում է մեր կազմակերպությանը, մենք սկսել ենք 26 տարի արդեն առաջ եւ եղել ենք սովետական միության տարածքում առաջի ոսկրածուծի ցողունային բջիջների դոնորների կենտրոնը, ռեգիստրը, որը որ գրանցված է եւ միջազգային մեր կազմակերպությունում, այդպես համաշխարհային կազմակերպություն կա, նմանատիպ ոնց որ մենք ենք, աշխարհում կա մոտավորապես 60 տարբեր կազմակերպություններ։ Երկրներ նույնիսկ կան, որտեղ երկու հատ են։ Մենք այսօր արդեն սովետական միության տարածքում բացի մեզանից Ռուսաստանը ունի Ղազախստանը եւ ունի Բելարուսը։ Բայց ինչպես ասեցի, մեր պատմությունը 26 տարի է եւ մեզ շատ լավ գիտեն ամենուրեք, մեզ դիմում են իրանց հիվանդների համար տարբեր երկրներ եւ մենք փորձում ենք նրանց ապահովել կամ առաջարկել ցողունային բջիջների դոնորներին։ Այո, բուժման գործում սա շատ կարևոր նշանակություն ունի եւ տեղի ունենում Հայաստանում։ Մի փոքր խոսենք նաեւ այդ բուժման ողջ գործընթացի մասին, ինչ փոփուլերով է տեղի ունենում փոխպատվաստումը։ Ենթադրում եմ երկար process է, բայց շատ կարևոր, որը որ մեր երկրում տեղի ունի։ Ամենաերկար process-ը շատ կարճ, պարզ կարելի է բացատրել։ Մենք գալիս ենք ինչպես, մենք գալիս ենք ոչ թե process-ից, այլ կարիքներից։ Ինչն է կարիքները այսօրվա հիվանդների, որոնք տարապում են ծանր արյան հիվանդություններով, հիմնական կոնտինգենտը շատ անգամ երեխաներն են եւ իհարկե մեծահասակները, իդեպ ասեմ, գնալով տարիքը նույնիսկ ավելանում է, քանի որ մարդկանց ապրելակերպը ամեն ինչը լավացել է, ապրած տարիների թիվն էլ ավելանում, հետեւաբար ամեն տարիքի հիվանդ ունենում ենք, բայց մենք գալիս ենք դրանից, այդ մարդկանց ինչա պետք։ Եթե կա արյան ծանր հիվանդություն, բուժումը բաժանվում է երկու մասի, մեկը քիմիոթերապիա եւ մյուսը փոխպատվաստում։ Այդ երկրորդ մասը փոխպատվաստումը, դա մեր առաքելությունն է, որը մենք մեր Յոլիան կենտրոնի հետ, արյունաբանության կենտրոնի հետ, այս վերջի տարիներին սկսել են անել, արդեն բավական շատ ունենք, աջակցում ենք իրար, օգնում ենք իրար եւ աշխատում ենք այդ ուրեմն սիմբիոզով, այդ համատեղ այդ գործողությունով, որը որ շատ կարեւոր է եւ մարդկանց դա է պետք։ Ինչ վերաբերում է մարդկանց, ասեմ բոլորին։ Իմացեք, որ եթե դուք կամ ձեր հարազատը կամ բարեկամը կամ ընկերը կամ հարևանը որևէ մեկը տարապում է նման հիվանդությունով, նա անպայման կարիք ունենալու փոխպատվաստման։ Այդ դրա համար մենք ենք ստեղծած։ Ուրեմն դուք կարող եք մեզ դիմել, ասել ինչ կարող ենք անել, որ մենք գտնենք ոմն մեկին, որը մեր հիվանդին նման է, ոչ արտաքինով, այլ իր գենետիկ հատկություններով, որ լինի համատեղելի։ Այդ գործընթացը մենք ենք կատարում։ Եվ տրամադրում ենք, եթե գտանք նման մարդ, մենք տրամադրում ենք այդ անձնավորության ցողունային բջիջները հիվանդին։
ցերկով բացատրեմ։ Մենք ունենք հիվանդ, սա էսին բաց ապնա, եւ մենք սրան համապատասխան փնտրում ենք մարդ, որը որ հնարավոր կլինի փոխպատվաստել։ Տարբերակները երկուսն են։ Կամ լինում է սենց, որը որ չի համապատասխանում, եւ կարող է լինի սենց, որը համապատասխանում։ Այս մարդկանց թիվը մեր կենտրոնում արդեն մեր ռեգիստրում 36000-ը։ Ես, եթե դուք ասեք կուզենայիք ավել լինել անպայման, որովհետև ավելացնելով դոնորների քանակը, մենք ավելացնում ենք հավանականությունը համապատասխան դոնոր գտնելու։ Դրա համար առնվազն գոնե մինչև 100,000, եթե լինի, դա համարեք, որ մենք համարյա բոլորին կարող ենք օգնել։ Ընտիր, այս մասով դոնորներին գտնելն այնուամենայնիվ բավականին բարդ process է, բուժման process-ին հավասարաչափ ես կարծում եմ, ինչպես է այդ փնտրտուքը տեղի ունենում եւ ինչպես եք գտնում այդ դոնորներին։ Գիտեք ինչ կա, եթե սկսում եք էլի հիվանդից, կա հիվանդ, որը որ ունի խնդիր եւ պետք է փոխպատվաստի։ Այդ հիվանդի տվյալները ուղարկում են մեզ, ոչ թե միայն մեր Յոլյան կենտրոնից, այլ ամբողջ աշխարհից։ Այո, որովհետեւ Ավստրալիայից սկսած Միացյալ Նահանգներ, Եվրոպա եւ այլ եւ այլ։ Իրանք ուղարկում են իրանց հիվանդի պատկերը։ Մենք sense հիվանդ ունենք, կարիք ունի։ Դուք կարող եք մեզ օգնել փոխպատվաստման համար համապատասխան դոնոր գտնելու։ Մենք իրանց պատասխանում ենք Եթե ունենք այդ 36000-ի մեջ, այո ունենք, եթե չունենք, ուրեմն մենք սկսում ենք ինչը փնտրտուքը։ Եվ դա ինչպես է։ Կազմակերպված հիմնարկներ, կազմակերպություններ, որոնք որ պատրաստ են մեզ օգնելու, մենք ընդգրկում ենք 18 տարեկանից մինչև 60 տարեկան մարդկանց միայն, շատ անգամ գալիս են ավելի բարձր, ասում են մենք համաձայն ենք, ասում ենք դուք համաձայն եք, բայց մենք համաձայն չենք, որովհետև դա իզուր գործունեություն կլինի։ Եվ այդ մարդկանց փորձում ենք գտնենք, հետազոտում ենք, հետազոտման տվյալները ուղարկում ենք այն հիմնարկը, որը նույն Յոլյանը, որ կողքի շենքն է, կամ Միացյալ Նահանգներ, կամ Ավստրալիա, կամ որևէ միտեղ։ Եվ իրանք նայում են, օ, եղավ, սա էս է ինչու մեզ պետք է։ Ուտեղ սկսվում է արդեն մյուս փուլը այդ դոնորին, չէ, մոբիլիզացնել, իրան հրավիրել, կրկնակի ստուգել ամբողջովին իրեն, որ ինքը լինի լրիվ առողջ, որևէ հակացություններ չունենա, եւ իրանից վերցնել Ստեղ կարևոր պահը ցողունային բջիջներ, ոչ թե ոսկրածուց, այլ ցողունային բջիջներ, որտեղից ենք վերցնում արյունից, հավաքում ենք արյան միջից։ Բավականին բարդ գործընթաց է։ Թվում է թե գտանք եւ կարելի է անցնել բուժման process-ին, բայց այս դեպքում նաեւ դոնորի հետ էլ անհատական աշխատանք է ամբողջովին տեղ ունենում։ Ինչպիսի քայլ է դոնոր դառնալը, պարոն Նազարեթ։ Այդ քայլը սկսվում է այս մեր հաղորդումից։ Եթե մարդիկ հիմա մեզ լսում են, իրանք պետք է հասկանան, հուսով եմ կհասկանան տարեմուտին արդեն, որ պետք է մասնակցել այս գործընթացի մեջ, որովհետև դա գիտեք բոլորի համար է մեկ եւ երկրորդը որևէ մեկը չի կարող ասել չէ, ինձ պետք չի։ Ես դա բացառում եմ։ Ոչ, որևէ բացառություն լինել չի կարող։ Մենք փորձում ենք աշխատել մարդկանց հետ, հիմնարկների հետ, համալսարանների հետ, տարբեր տեսակի ռազմական ակադեմիայի հետ, այլ եւ այլ նմանատիպ կազմակերպությունների հետ։ Կազմակերպությունների հետ աշխատել ավելի հեշտ է, որտեղ մենք պայմանավորվում ենք, գնում ենք եւ այնտեղ պատրաստված են մարդիկ, արդեն գիտեն, մի փոքրիկ բացատրություն ենք տալի եւ ինչ ենք անում, ոչ դժվար բան։ Մի փոքրիկ արյուն ենք վերցնում, 2-3 մլ։ Այդ 2 մլ արյան մեջ մենք որոշում ենք իրենց գենետիկական հատկությունները, որոնք կարող են եւ կարող է չհամապատասխանեն, կարող համապատասխանեն հիվանդին։ Այդքան բան է, այդքան է, այո։ Այդքան բան։ Եվ առանձին անձեր, օրինակ կա մարդ, որը գալիս է, ասում է իր երեխայի համար կամ ծնողի համար կամ ծնողն է գալի։ Ինքը կարողանում է ասի, որ ունեմ բարեկամներ, ունեմ ընկերներ, ունեմ տարբեր ծանոթներ, իրենց կարող եմ բերեմ, այո, կարող եք բերեք։ Այո, եւ այսպես դոնորների քանակն էլ գնալով։ Այդ ձևով ենք հասել 0-ից 1000, այո, 1999-2000 թիվ 0-ից մինչև 36000։ Եվ ցանկություն կա շատացնել։ Ցանկություն չէ, անհրաժեշտություն կա։ Այո, դոնոր դառնալու դեպքում շատերը մտածում են, որ սա իրենց օրգանիզմում որոշակի ազդեցություններ կարող է թողնել։ Մի փոքր խոսենք նաև այդ ազդեցություններից եւ այն մտավախություններից, որ դոնորը կարող է ունենալ մինչև դառնալը։ Ազդեցությունների մասին կարող եմ ասել, այո, ազդեցություն ունի, իհարկե ունի։ Մեկը ես որ ձեր դիմաց նստած եմ, ես դեռ 1971-72 թվականին հասնել եմ ոչ թե բջիջները ժամանակն չէ, ոսկրածուց 72 թվին։ Ազդեցությունը իմ վրա դուք տեսնում եք, ես ուրախ եմ, որ ես կարողացել եմ դա անեմ։ Ազդեցության դրական մասը կայանում է նրանում, որ մարդը հասկանում է, որ ինքը կարող է կյանքում որևէ մեկին փրկի։ Տենց ամեն մարդուն չի տրվում տենց բախտ, որ մեկին փրկի։ Այդ դրական ազդեցությունն է։ Ինչ վերաբերում է նրան, ինչ որ դուք եք ասում, ես գուշակում եմ, թե ինչ եք ուզում ասեք։ Բացասական որևէ ազդեցություն
այն մարդու վրա, որը որ այդ դոնորական բջիջները հանձնել է, իհարկե չունի։ Գիտեք, մի հատ տրամաբանություն կա։ Բժշկությունը երբեք մենք ունենք արդեն մի հատ հիվանդ մարդ, մեկ ուրիշ առողջին երբեք ռիսկի տակ չի դնի։ Իհարկե, այդ տրամաբանությունից դուրս է։ Հիվանդը կդառնա։ Այո, թե չէ հակառակ, կունենանք արդեն երկու հիվանդ։ Հետևաբար ցողունային բջիջների դոնորությունը դա մենք վերցնում ենք արյունից, որևէ բացասական երևույթ չի թողում, դրական թողում է, մարդը հպարտանում է, հզորանում է, ասում է, ես մարդ եմ փրկել։ Այստեղ հոգեբանական տեսանկյունը միանշանակ կա, որովհետև երբ իսկ հանդիպում լինում է հիվանդի հետ, ում դոնորը դու փորձում ես դառնալ, թե այս մասով որևէ հանդիպումներ չեն լինում։ Ես չեմ ուզում ասեմ լավ հարց է, դիպուկ հարց է, լավ հարց չի լինում։ Դիպուկ հարց է, շատ դիպուկ, ոչ, նրանք ոչ հիվանդը գիտի թե իր չեն ճանաչում միմյանց չեն ճանաչում։ Դա ունի իր հոգեբանական տարբեր տեսակի նշանակությունները։ Եվ այդ ամբողջ աշխարհում ընդունված, եւ դա օրենքն է։ Ոնց որ ՄԱԿ-ը ունի իր օրենքները, մեր միջազգային կազմակերպությունը ունի իր օրենքները։ Երբեք չէ, երբ կարող են տեսականորեն եւ գործնականորեն հանդիպել, կարող են։ 2 տարից հետո, երբ որ հիվանդը 2 տարի փոխպատվաստումից հետո լավ է ինքը եւ հիվանդն է հայտնում ցանկություն ծանոթանալ իր դոնորի հետ։ Միայն այն դեպքում ես հասկանում եմ, որ դոնորները ավելի շատ են ցանկանում, բայց դա չի լինում։ Միայն եթե հիվանդն է ցանկանում կամ հիվանդի հարազատները։ Մենք ունեցել ենք իտալացի երեխա, որը Իտալիայում էր, փոխպատվաստումը մեր հայ դոնորը տվեց եւ ինքը շատ էր ուզում հանդիպել բարձր։ Այդ աղջիկը արդեն քանի տարի առաջ, այդ աղջիկը իմ համալսարանում է սովորում արդեն։ Այն ժամանակ դպրոցական էր։ Փոքր էր, այո։ Այո։ Իրանց բանը կապ եղավ մենակ նամակագրական։ Նամակագրական խնդիր չկա։ Իրար լավ բառեր էին գրում։ Ինչ հետաքրքիր կապ եք ստեղծում։ Ստացվում է շատ տարբեր անկյուններից մարդիկ անգամ միմյանց հետ ծանոթանում են եւ այստեղ շատ մեծ օգնության քայլ է տեղի ունենում։ Այս մասով նաեւ խոսենք, թե ինչպես կարող են ձեզ դիմել, այդ գործընթացը ինչպես է տեղի ունենում, որովհետեւ հարցազրույցը գուցե լսելուց հետո ոմանց մոտ ցանկություն առաջանա մանավանդ որևէ ազդեցություն այս տեսանկյունից չկա մարդկանց վրա բացի լավից, ինչպես ձեզ դիմեն, ինչպես ձեզ գտնեն։ Հենց հիմա կասեմ, ուրեմն տեսեք, դուք, ես եւ բոլոր մարդիկ մեզ շրջապատող, մենք ունենք մեր իրական կեսը, բայց մենք չենք իմանում այդ կեսը որտեղ է։ Այդ կեսը կարող է լինի Բրազիլիայում, որտեղ մարդիկ դուրս են եկել մի խմբից եւ իրանք շատ նման են իրար։ Իրանց գենետիկական հատկությունները, հետո որ բաժանվել են, մի քիչ տարբերվել են։ Այսինքն մենք միշտ պետք է իմանանք, որ մեր կեսը ինչ-որ միտեղ կա, այս մեկ։ Ինչպես կարող են դիմել։ Շատ բարձ, դոկտոր Մեհրան Նազարեթյան, Ներսեսյան 7 Հայաստանի ոսկրածոցի դոնորների ռեեստրի կազմակերպություն, ուրեմն հեռախոսը 20 83 11 կամ 20 83 12 կարող եք դիմել, մենք խոսենք, պայմանավորվենք ձեր հարմար ժամին, երբ որ դուք կուզենաք, դուք կարող եք գալ, եթե ուզում եք իրոք մասնակցել, մի փոքրիկ արյուն եք տալի 2 միլիլիտր։ Ու գնում եք ձեր տուն։ Դա կարող է լինի, դա առաջի հանդիպումն է, բայց կարող է լինի վերջինը, ինչի որովհետև ամբողջ կյանքը այդ մարդը կարող է ապրի, այնքան բախ չունենա, որ մեկի հետ համատեղել է լինի։ Բայց կարող է եւ մի ամիս հետո կամ մի տարի հետո կամ մեր մոտ եղել է 5 տարի հետո մենք գտել ենք այդ մարդկանց։ Իսկ ունեցել եք դեպքեր, որ երբ դոնորը կա եւ կա հիվանդ ու շատ արագ է նրանց հանդիպումը եղել ու փոխպատվաստումը միանգամից է իրականացել։ Շատ արագ չէ, այդպես չի, գործընթաց է։ Կներեք։ Այո։ Կարծում եմ այս դեպքում մի փոքր ժամանակ պահանջվում է այնուամենայնիվ։ Այո։ Սենց օրենքը այն փուլից, երբ որ ուղարկեցին մեզ պատվերը, ասենք Միացյալ Նահանգներից կամ Ֆրանսիայից, այդ օրվանից սկսած մենք ունենք 4-ից 6 շաբաթ պատասխանելու։ Ինչի, որովհետև մենք հետազոտություններ անենք, դոնորին հետազոտենք, դա նորմալ է։ Հասկացա։ Փոխպատվաստման գործընթացն ինչպիսի ժամանակ է պահանջում ու փոխպատվաստման ցանկություն ունեցող եւ արդեն երբ կա այդ անհրաժեշտությունը դրանից որքան ժամանակ հետո մարդը առողջ կարող է համարվել։ Տվյալ դեպքում բացատրեմ ինչն է փոխպատվաստումը ցողունային բջիջների։ Դա մի հատ պարկի մեջ արյուն է, այդ դոնորից վերցած, որի մեջ ցողունային բջիջներն են։ Այդ արյունը տեղափոխվում է կլինիկա, ասենք տվյալ դեպքում Յոլանի մեր կենտրոնը, ոնց որ արյունը փոխներարկվում է, այդքանն էլ դա է փոխներարկվում, դա կարող է տևի 40 րոպե։ Այդքան բան։ Ներարկվում է, վերջ բրձավ, այդ փուլում այդ ավարտվեց։ Հետագայում լինում են տարբեր իհարկե դժվարություններ, կապված բուժման հետ, ոչ այսպես կարող բարդություններ լինեն, ոչ համատեղելի լինեն իոք իսկականից։
տարբեր բաներ կարող է լինել, բայց ինքը փող պատվաստումը մի ժամվա մեջ ավարտվում է։ Երբեմն պարոն Նազարեթյան, այս ամբողջ գործընթացը, որի շուրջ մենք հիմա խոսում ենք, շատերը բավականին բարդ են պատկերացնում։ Այո, եւ նաեւ այս դեպքում ինձ թվում է դա տարիների աշխատանք է։ Ինչու է մարդկանց մոտ մտածելակերպն այնպեսին, որ բավականին բարդ գործընթացը իհարկե լուրջ է եւ գուցե այդ լրջությունն է ենթադրում մարդկանց մոտ այս մտածելակերպը։ Տարիների գործընթացը դա մեր ինֆրաստրուկտուրայի ստեղծումն է։ Այս 20 տարին, այս որ ստեղծվել է զրոյից։ Ու դուք հասկանում եք, որ ինչ տարիներ են եղել, չէ՞, անցած 26 տարին։ Այդ ինֆրաստրուկտուրայի ստեղծելն ամենադժվարը։ Դա ունենալ համապատասխան լաբորատոր հագեցում, ունենալ համապատասխան սիճուկներ միջազգային, որը կարևոր է, ունենալ համապատասխան մարդիկ, կադրային ռեսուրս, որոնք պատրաստված են։ Եթե այդ մարդը սխալվեց, ամբողջ գործընթացը շղթայաբար բանալում, վտանգի տակ է։ Հետևաբար այդ ինֆրաստրուկտուրան ունենալը դժվար է իհարկե, շատ դժվար է, բայց հիմա արդեն մենք աշխատում ենք, մեզ համար դա ոնց որ առօրյա է։ Մենք ստացանք պատվեր, հետազոտում ենք, կանչում ենք ձեզ, եկեք Անահիտ, չէ՞։ Անահիտ ջան, դուք համատեղել եք, ուրախանանք, ուրա գողջանք, եկեք դուք ուրեմն մի փոքրիկ ծնողային բջիջներ մեզ հանձնեք։ Ձեր իդեպ այդ բանը process-ը դուք ասեք ինչքան է տևում փող պատվաստումը, իսկ ինչքան է տևում դոնորից վերցնելը։ Այդ մի քիչ երկար է, որովհետև այդ ամբողջ առունը մենք որ բան ենք անում գնում է սարքի միջոց, սարքը հավաքում է ծնողային բջիջները եւ հավաքում է պարկի մեջ։ Այդ գործընթացը կարող է տևի մինչեւ 4 ժամ։ Այդ մինչեւ 4 ժամը դուք նստած եք, ոնց որ նստած եք հիմա, հեռուստացույց կարող եք նայեք, կարող եք կարդալ, կարող եք խոսել։ Ամեն բան։ Վերջի վերջո շատերը իրենց տան բազմոցինել նստած այդպես դոները դրանից հետո գնաց լողավազան լողանալու։ Չնայած ես չի իմանում Չէի թողի երևի, բայց ինքը գնաց։ Հետևել է այն ամենին, ինչը որ դուք ամեն առավոտ անում եք, այնպես որ հետաքրքիր է, քանի որ ձեր գործունեության մասին նաև խոսեցիք, 26 տարին շատ երկար ժամանակ է եւ կուզեմ, քանի որ տարեվերջ է նաև ինչ որ չափով ամփոփեք եւ 2025-ը եւ նաև այս գործունեության 26 տարիներն առհասարակ ինչպիսին են եղել։ Դե գիտեք ոնց է, ձեզ համար թվում է 26 տարին երկար, իսկ ինձ համար մի հատ ակնթարթ է։ Լրիվ մի ակնթարթ է, ես լավ հիշում եմ, երբ որ սկսել էինք եւ այսօր մենք եկել ենք արդեն 26-րդ տարին է։ Ես ինչ կցանկանայի մի բանը, որտեղ ենք մենք դժվարություն ա, որտեղ ենք որ մենք հիվանդին մերժում ենք, այսպես ասեմ, հիվանդի ծնողներին, բարեկամներին, երբ ենք մերժում, երբ որ չենք գտնում համապատասխան մարդ։ Իսկ ինչի չենք գտնում, որովհետեւ 3 միլիոնանոց Հայաստանում 36,000-ն է միայն դոնոր չեն, իրանք պոտենցիալ դոնորներ են, համաձայնել են, որ այո, եթե պետք եղավ մենք, ես կուզենայի թիվը երապատկվեր։ Ինու եկող տարի չի երապատկվի, բայց 3 տարվա մեջ գոնե երապատկվի։ Իսկ որ տարիների ընթացքում որ նկատել եք մեծ աճ փաստացի դոնորների, դա իսկապես այդ 26 տարիների ընթացքում ա եղել, թե որևէ տարի բավականին այսպես ակտիվ է եղել։ Այո, մեզանից էլ է կախված դա, երբեք մենք ավելի ակտիվ են եղել, բայց մի բան ասեմ, որ գնալով մի քիչ ոնց ասեմ, դժվարանում է այդ հարցը։ Դժվարանում է, որովհետև մարդկանց դժվար է հավաքել։ Մարդիկ շատ մոբիլ են։ Տեսեք, մենք պոտենցիալ դոնոր ունենք, բայց զանգ ենք տալի կոնտակտի մեջ, ինքը, չգիտեմ, Իսպանիաներում է, թե Ամերիկաներում է, թե Ռուսաստանում է, կամ ամուսնացել է, կինն է եղել, ամուսնացել է, կին տղամարդ մեզ համար նշանակություն չունի։ Նախընտրել են տղաները իհարկե, բայց կանայք էլ։ Բայց ասենք հղիա կամ երեխաներ ունի, այդ մոմենտները կան, այդ դժվարացել է իմ ավելի։ Քանի կյանքը դեպի լավն է գնում, ես հուսում եմ, որ դեպի լավն է գնում, մարդիկ ավելի երջանիկ են դառնում, ուստեղ մի հատ կարևոր բան պետք է ասեմ։ Շատ դժվար է երջանիկ մարդուն համոզել, որ մեկը դժվարության մեջ է։ Եթե հասկացաք, ես ինչ եմ ասում։ Այո, շատ ճիշտ եք նկատում, բայց երբ ստացվում է համոզել այդ մարդը կրկնակի երջանիկ է դառնում։ Դա միանշանակ։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Այս բարդ, երբեմն բարդ թվացող բժշկական թեմայի մեջ հսկայական մարդասիրական քայլ է արվում եւ իսկապես թող կրկնապատկվեն փաստացի դոնորների։ Եռապատկվեն անպայման։ Եվ կարող ենք ինչու ոչ եկող տարի խոսել այդ եռապատկված թվի մասին հենց մեր տաղավարում։ Ուրախ կլինեմ գալու եւ զեկուցելու ձեզ։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ տաղավարում էր Հայաստանի ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բարեգործական հիմնադրամի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը։ Մենք կարճ դադարից հետո դարձյալ տաղավարում ենք։